ամեն Աստծուն փառք իրեն եւ ամեն իր ամբողջական եւ լիարժեք կամքին, որ հայտնվեց մեզ իր որդու միջոցով։ Մեր սրտի խորքերում մեր աղերսը, մեր աղաղակը բարձրացնենք առ Աստված եւ ուզում եմ վստահեցնել ձեզ։ Աստված ծածուկ աղոթքները, գաղտնի աղոթքները լսող եւ պատասխանող Աստված է։ Աստված լսում է մեր աղերսն ու աղաղակը եւ իր կամքի համաձայն, իր փառքի համար իր պատասխանն է շնորհում մեզ։ Եվ այդ պատասխանի մեջ, այդ սպասման մեջ թող ամեն մեկս մեր հավատքը զորացած, մեր հարաբերությունը Աստծո հետ ամրապնդած գտնենք։ Սպասեցեք Տիրոջ պատասխանին։ Այսօրվա պատգամը եւ առասարակ այսօրվա նյութը մեկ բառով եթե պիտի ամփոփեմ, արդեն քանի անգամ շեշտեցինք, սպասումն է։ Մենք որպես եկեղեցի գանչված ենք Քրիստոսին սպասող եկեղեցի լինելու։ Եվ այդ սպասման մեջ եւ այդ սպասման միջոցով պիտի այսօր նայենք, ինչ է այդ սպասումը, ինչին պիտի սպասենք, ինչպես պիտի սպասենք եւ մեր կյանքն ու ընթացքը որքանով պիտի նորոգվի այս սպասման մեջ։ Եկեք լսենք Աստծո խոսքը մեր հոգիների շինության համար այսօր։ Փիլիպպեցիներին ուղված նամակ 3-րդ գլուխ 20 եւ 21 համարներ։ Բայց մեր բնակությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք Փրկչին, Տեր Հիսուս Քրիստոսին, որը մեր խոնար մարմինը պիտի նորոգի եւ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնի այն զորությամբ, որ ամեն ինչ հնազանդեցնում է իրեն։ Ամեն Աստծո խոսքին։ Հավանաբար այս երկիր մուտք գործելով որոշ ժամանակ սպասման մեջ եք եղել, ինչպես ես եւ իմ ընտանիքս։ Երբ որ մտնում ես օրենքների, կարգերի, բարքերի ընթացքի մեջ, բավական ժամանակ է առնում, մինչև օրինական ձևով փաստաթղթերը, թղթաբանությունը ընթացք է ստանում։ Եվ այս սպասման մեջ հավանաբար այդ անհամբեր սպասումն է ունեցել, որ երբ պիտի պատասխանեն, ինչ պիտի պատասխանեն, ինչպես պիտի պատասխանեն, ինչ պիտի լինի հաջորդ քայլս։ Վստահ եմ բոլորդ այս փորձառությունով անցել եք կամ գոնե լսել եք դրա մասին։ Առաքյալը այս հատվածի մեջ ցույց է տալիս, թե եկեղեցին մինչ այս երկրի վրա է, ինչ հոգեվիճակում, ինչ համոզումով եւ ինչ ընթացքով պիտի սպասի։ Եկեղեցական կյանքը միայն ծրագրերով ու ծառայություններով լցված կյանքը չի։ Եկեղեցական կյանքը իվենտներ չեն, որ կալենդարի վրա, օրացույցի վրա դնենք եւ տարեկան գդրվածքով ամեն ամսվա համար որոշենք ինչ ենք անելու եւ ծրագրեր իրականացնենք եւ վերջում էլ մեկ հատ այսպես նշան դնենք, որ արեցինք։ Եկեղեցական կյանքը Աստծո խոսքի վրա հենված Տեր Հիսուս Քրիստոսին սպասելու ընթացք է։ Այն եկեղեցին, որ այս սպասման երկյուղը անհամբեր վիճակը, հոգեվիճակը չունի, այդ եկեղեցին պետք է վերանայի իր պատկանելիությունը։ Որպես եկեղեցի, որպես անհատներ ու հավատացյալներ այս երկրի վրա, ինչ մաս ենք կազմում այս մեծ ընտանիքին, մենք պետք է վերանայենք մեր հավատքն ու ընթացքը եւ այդ վերանայման լավագույն կերպը դու սպասում ես, դու անձնապես, անհատապես այդ սպասման ընթացքի մեջ ես։ Այս ամսվա մեջ արդեն հաջորդ կիրակի կհիշենք, բայց այս շաբաթվա մեջ համբարձման տոնը պիտի նշվի։ Եվ այդ համբարձման ամբողջ խորհուրդը, նշանակությունը, իմաստը
հրեշտակների կողմից տրված ավետիսի մեջ է. Ինչու եք կանգնած նայում այն փրկիչը, որին տեսակ երկինք բարձրանալիս նույն ձևով պիտի վերադառնա։ Եկեղեցուն տրված պատգամը, եկեղեցուն տրված պարտականությունը, եկեղեցուն տրված առաքելությունը ավետարանը քարոզելուն զուգահեռ իր հայացքը երկինք պահած, երկինք հառած սպասել է փրկչին, որ պիտի գա։ Եթե այս համոզումը, այս հավատքը, այս սպասումը մեզանում պակասում է կամ գոյություն չունի, մենք պետք է մեր քրիստոնեական հավատքը ամբողջովին վերանայենք։ Չկա քրիստոնեություն առանց սպասման, եւ այդ սպասումը պասիվ սպասում չէ, ձեռնունայն նստել, ոչինչ չանել, հայերեն ասած նստել թախտին, սպասել, ոչ։ Քրիստոնեական առաքելությունը, քրիստոնեական առաքելության մեջ մտած եկեղեցին, որ մեր անունն է, ավետարանը քարոզելուն զուգահեռ այդ համոզումով սպասելն է, եւ այդ սպասելը նստած վիճակ չէ։ Նայեցեք առաքյալն ինչ է ասում. բայց մեր բնակությունը երկնքում է, սպասում ենք փրկչին Տեր Հիսուս Քրիստոսին։ Բնագրի մեջ բնակություն բառի փոխարեն ասում է քաղաքացիությունը։ Նորից չեմ կարող չանդրադառնալ։ Այս երկիր գալով գրեթե չկա մի հայ, որ չագնգալի, չսպասի եւ երազի պես չլինի, որ ստանա այս երկրի քաղաքացիություն։ Շատ հարցեր է լուծում այդ անձնագիրը, այդ կարգավիճակը, այդ պատկանելիությունը։ Այդ նույն ըմբռնումով մենք կանչված ենք մեր պատկանելիությունը ամրագրելու երկնքում։ Աստված Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ համար բոլոր ժամանակների մեջ եւ բոլոր ժամանակների մեջ ապրող մարդկանց համար, ովքեր հավատքով կգան դեպի իրեն, այդ կարգավիճակը տվեց խաչի միջոցով, իր որդուն զոհելով եւ բոլոր նրանք, ովքեր այդ ընթացքով կգան դեպի խաչը, նաեւ կանչված են հարուցյալ եւ համբարձյալ փրկչին սպասելու։ Այս հոգին փոխում է, այս հոգին վերափոխում է եկեղեցին այսօր երկրի վրա։ Այս հոգին օգնում է եւ այս հոգեվիճակը օգնում է, որ եկեղեցին սպասման մեջ լինի։ Մենք չենք սպասում իրերի, իրավիճակների, իրադարձությունների, մենք չենք սպասում, թե մեր աղոթները ինչպես պիտի պատասխանվեն։ Այո, բայց մեր առաջնահերթ այն կարևոր սպասումը առաքյալը 4 բառով է ասում, նայեցեք։ Բայց մեր քաղաքացիությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք փրկչին Տեր Հիսուս Քրիստոսին։ 4 բառեր։ 4 բառեր, որոնք մեր բառամթերքի մեջ այնքան սովորական են դարձել, մեր աղոթքի, մեր խոսակցության, մեր հարաբերությունների մեջ, հոգևոր զրույցների մեջ մենք անընդհատ այս բառերն օգտագործում ենք, բայց դրա խորությունը, դրա լիությունը, դրա նշանակությունը պետք է նաև ապրել։ Այսօր այս բառերի համար որևիցե մեկս չենք տուգանվում, դատվում, պատասխանատվության ենթարկվում։ Այն օրերի համար այս արտահայտությունները բերել կողքի մեկ նախադասության մեջ ինքնադատապարտում էր։ Գիտեք ինչու։ Որովհետև Պողոսի օրերում, երբ որ Պողոս գրում էր այս նամակը, գրում էր Փիլիպեցիներին։ Փիլիպեի եկեղեցին հռոմեական գաղութ էր։ Հռոմի տիրապետության տակ կար միայն մեկ փրկիչ, կար միակ մեկ Տեր, կար միակ մեկ օծյալ կայսրը։ Այս տիտղոսները պատկանում էին միմիայն կայսրին։ Եվ որևիցե մեկը, որ հանդգներ այս տիտղոսները վերցնելու կամ վերագրելու կամ վերապահելու ուրիշ մեկին, հանցավոր էր։
Գիտեք ինչու, որտեվ հռոմեական խաղաղությունն էր վտանգվում։ Հռոմեական կայսրներ կանչված ապահովելու, վերահսկելու, ամբողջացնելու իր տիրապետության տակ եղող բոլոր հպատակների անվտանգությունը, ապահովությունը եւ խաղաղությունը։ Մի հարցրեք ինչ ձևով։ Պատերազմի, հարկերի, турքերի եւ վերահսկողության։ Առաքյալը եկեղեցուն հիշեցնում է ընթացքի մասին, Քրիստոսանման, Քրիստոսի միտքը ունեցող եկեղեցին, անհատները կանչված են սպասելու փրկչին երկնքից։ Ի տարբերություն այս աշխարհի վրա, ի տարբերություն այս երկրի վրա եղած կարգերի, բարքերի, կարգավիճակների, որոնք ինչ որ չափով մեզ ժամանակավոր ապահովություն, անվտանգություն, երաշխիք են տալիս։ Առաքյալն ասում է, մենք կանչված ենք այլ հարթակի վրա սպասելու, այլ հարթակի վրա մեր ընթացքը եւ մեր գործողությունները ապրելու։ Եվ այդ հարթակը երկինքն է։ Սպասելու այս ընթացքը, ինչպես որ ասեցի, пассив սպասում չէ։ Բառը ինքնին նշանակում է անցկագին, քո ամբողջ էությամբ, կյանքով, ընթացքով, եթե կուզեք ավելի պարզ, անհամբեր սպասել, անհամբեր սպասել։ Որպես հավատացյալներ հետաքրքրական փորձ կարող ենք անել հիմա եւ այդ փորձը միայն հարցման ձևով։ Եթե կան բաներ, որ քեզ կապում են այս երկրի վրա եւ դու դժվարությամբ պիտի թողնես, որպեսի երկինք գնաս, ուրեմն պիտի նայես հավատքդ։ Եթե կան բաներ, որոնք քեզ կապում են այս երկրի վրա եւ դու ակնկալում ես, սպասում ես, որ դեռ պիտի շարունակես դրանց մեջ ու դրանց միջոցով կյանքդ, ընթացքդ դասավորել, կազմակերպել, բայց դրա դիմաց երբ որ գալիս է սպասումը փրկչին եւ նրա գալուստը, որ շատ մոտ է, եթե մտքիդ մի ծայրով ասում ես դեռ մի արի, դեռ սպասենք, դեռ թողես վիճակի մեջ մնանք, եթե այս հոգի վիճակի մեջ ես, հավատքդ վերանայիր, խնդրում եմ։ Առաքյալը այս նամակի մեջ ասում է, ետին եղածները թողնելով արջևի եղածներն եմ ձգտում։ Ինչ որ ունեի, ինչ որ եմ, անցյալ է, ետին է, կապված չեմ դրանց հետ։ Դրանք պետք են ապրելու համար, դրանք պետք են ընթացքի համար, դրանք նաև առաքյալը գործած այդ շատ տեղերում, ինչպես օրինակ իր Հռոմի քաղաքացի լինելը, բայց երբեք դրանցից կարճած չմնաց, որովհետև առջևում այն կարևոր նպատակը սպասումը եւ ակնկալիքը ուներ։ Այն կարևոր, որ մղեց իրեն իր կյանքն ու անձը վտանգելու։ Կայսրին տրված տիտղոսները վերապահեց, չթաքցրեց, հայտարարեց եւ տվեց փրկչին Տեր Հիսուս Քրիստոսին։ 21-րդ համարում առաքյալն ասում է, որ մեր խոնար մարմինը պիտի նորոգի եւ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնի այն զորությամբ, որ ամեն ինչ հնազանդեցնում է իրեն։ Ես սկսեմ վերջի բառից։ Ամեն բան հնազանդեցնելու է իրեն։ Առաքյալ այս միտքը արդեն հնչեցրել է երկրորդ գլխում եւ ցույց տվել, թե ինչ է նշանակում մեր խոնար մարմինը։ Մեր խոնար մարմինը չի նշանակում, օ ինչ համեստ մեկն եմ ես, իմ կյանքով, վարքով։ Մեր խոնար մարմինը նշանակում է այն, ինչ որ Քրիստոսի համար է գրված։ Իսկ երկրորդ գլխի 5-րդ համարից սկսած կոչ է արվում, նույն միտքը ունեցեք, ինչ որ Քրիստոս, որ մեծ բան չհամարեց Աստծուն հավասար լինելը, այլ իր անձը ունայնացրեց, խոնարհվեց, ծառայի կերպարանք առավ։ Մեր խոնար մարմինը ցույց է տալիս, որ Քրիստոս եւս այս փորձություններով ու վիճակներով անցավ, ինչի միջով մենք ենք անցնում, բայց հավատարիմ գտնվեց։
Մեր խոնար մարմինը նշանակում է, որ այս մարմինը խոցելի է, այս մարմինը վտանգված է, այս մարմինը տեղի պիտի տա շատ եւ շատ իրավիճակների մեջ։ Դրա համար կարճելու ոչինչ չունենք, որ այս մարմնի մեջ ու այս մարմնի միջոցով փորձենք Աստծո հետ մեր հավիտենականությունը պատկերացնել։ Մեր խոնար մարմինը նշանակում է, որ հիվանդությունը, ցավը, դժվարությունը, նեղությունները պիտի գան ու հարվածեն, դրա համար մեր սպասումը պիտի լինի ավելին, քան այս կյանքը եւ այս երկիրը։ Սխալ չհասկանաք, քրիստոնեական կյանքը ուրախությամբ լի կյանք է։ Քրիստոնեական կյանքը Աստծո հետ այս երկրի վրա իր փառքի համար ապրելու ընթացք է, բայց ոչ երբեք կարճած մնալու, ոչ երբեք բռնված մնալու, ոչ երբեք հենվելու այն բաների վրա, որոնք կարող են հեռացնել մեզ Աստծուց։ Առաքյալն ասում է, ամեն բան հնազանդեցնելու է իրեն, ամեն բան հնազանդեցնելու է իրեն։ Եթե իր օրերի համար կայսրի հանդեպ վախը եւ այդ ամբողջական վերահսկումը մարդկանց զգոնության մեջ էր բահում, այսօր եկեղեցին մեր օրերի մեջ կանչված է այդ նույն համոզումով ապրելու, որ Աստված մի օր ամեն բան իր վերահսկողության տակ է առնելու ամբողջությամբ տեսանելի եւ շոշափելի ձևով։ Պողոս առաքյալ այս միտքը շատ ավելի գեղեցիկ ձևով օրհներգի պես է ասում։ Երկնքում երկրի վրա եղողներ եւ երկրի ստորոտում եղողները բոլորը խոնարհվելու են եւ հռչակելու, հայտարարելու Տեր Հիսուս Քրիստոսին որպես Տեր հոր Աստծո փառքի համար։ Եկեղեցին սպասում է Քրիստոսին այն համոզումով, որ մեր խոնար մարմինը պիտի կերպարանափոխվի եւ կերպարանակից լինի իր փառավոր մարմնին։ Մեր քրիստոնեական հավատքի ամբողջ էությունը սրա մեջ է, Տեր Հիսուս Քրիստոսին որպես օրինակ ունենալով։ Տերը ապրեց որպես մարդ այս երկրի վրա, իր կյանքով, ընթացքով ցույց տվեց, ինչպես պետք է մարդ այս երկրի վրա Աստծո փառքի համար ապրի։ Իր հնազանդությամբ, խոնարհությամբ եւ անմնացորդ կյանքով ցույց տվեց, թե ինչպես պետք է եկեղեցին այսօր իր առաքելությունն ու գործը իրականացնի։ Եվ որպես արդյունք Քրիստոս նաև իր հարությամբ ցույց տվեց, որ այդ հարության հույսը, խոստումը նաև տրված է մեզանից յուրաքանչյուրին։ Պողոս առաքյալ Կորինթացիներին ուղված նամակում եկեղեցուն է ասում. եթե ձեզանից ոմանք ասում են, որ հարություն չկա, կերեք խմեք, ձեր հավատքը պարապ է, ձեր հույսը փուչ, անիմաստ, եթե այս երկրի եւ այս կյանքի համար եք միայն ձեր հույսը Քրիստոսի վրա դրել։ Մենք կանչված ենք ապրելու մեր կյանքը Քրիստոսին մեր առջև որպես օրինակ ունենալու։ Կյանքը երբեք հեշտ չի եղել եւ չի լինելու, բայց Քրիստոսի հետ եւ Քրիստոսի միջոցով կարող ենք ապրել Աստվածահաճո ընթացք, անկախ բոլոր վիճակներից։ Ուր ես հիմա։ Ինչ հարցերով ես անցնում, ինչ մարտահրավերներ ունես, հիշիր, Աստված խոստում ունի քեզ հետ այդ նույն ճանապարհն անցնելու, լսելու եւ իր փառքի համաձայն, եւ իր կամքի համաձայն եւ իր փառքի համար իր բարի պատասխանը քեզ տալու, եւ դրա մեջ կարող ես գտնել ուժ, զորություն եւ խաղաղություն։ Առաքյալն ասում է, որ մեր մարմինները պիտի կերպարանակից դարձնի այն զորությամբ, որ ամեն բան հնազանդեցնում է իրեն։ Մենք չենք հավատացել տգար, թույլ, անկարող Աստծո։ Մենք չենք հավատում, որ Աստծո վերահսկողությունից որևիցե բան դուրս է մնում, որպես իրեն վստահած անձեր։ Մեր կյանքն ու ընթացքը, մեր այսօրն ու վաղը հավատացնում եմ ձեզ, այն խաղաղությունը, որ ինքը կարող է տալ,
Այն առաջնորդությունը, որ իր հոգու միջոցով կարող ենք ապրել այսօր, վեր է բոլոր այն պատկերացումներից, որ այս աշխարհի մեջ այլ հենարանների վրա հենվելով պիտի փորձենք մեր կյանքը կառուցել։ Քրիստոսին սպասող եկեղեցին ակտիվ, անհամբեր սպասման մեջ է, եւ այդ սպասման մեջ իր միակ նպատակը ավետարանը քարոզելուն զուգահեռ իր հայացքը պահել երկինք, ցույց տալու համար շուրջը եղող բոլոր անհատներին, որ մեր իրական պատկանելիությունը, մեր ինքնությունը, մեր վերջնական նպատակը ուր է եւ ում մեջ է։ Թող Աստված փառավորվի մեր կյանքով ու ընթացքով, թող Աստված փառավորվի մեր առաքելությամբ ու ծառայությամբ, թող Աստված փառավորվի նաեւ մեր միասնական սպասման մեջ։ Ամեն։ Եկեք Աստծո առաջ գանք եւ այս երգը կարծես տեղին է երգել այս պահին, հայտարարելու նաեւ մեր համոզումն ու հավատքը։ Մարդիկ ծնվում են այս աշխարհում, մարդիկ ապրում են այս աշխարհում, բայց ո՞րն է մեր նպատակը, մեր առաքելությունն ու գործը։ Եկեք ոտքի վրա միասնաբար երգենք այս երգը։